Մայրը, ձեզ բարի դիտում։ Տոնի, դե գործերդ ինչպես է։ Ինչ։ Վտանավոր ես օրինում։ Մտքովս էլ չի ասում։ Քո ինչ գործն է։ Ուղղակի, ինչպես երևում է, ավելի լավ զբաղմունք չես գտնում։ Իսկ դու ինչով ես զբաղված։ Ես ոչնչով, Տոնի։ Իմ ժամը դեռ չի եկել։ Հիմա տեսնենք այս խնդիրը։ Հայրիկն այստեղ նշել է, որ առաջին քայլը պետք է լինի դե հին։ Բայց իմ կարծիքով ինչով այդպես չի։ Տոնի։ Պետր, դու ոչինչ չգիտես իր ժյուի մասին։ Իսկ ինչ։ Նա պատրաստվում է ինչ-որ ռեկորդ սահմանել այսօր։ Ինչու ես կարծում։ Հասկանում ես, երեկ երեկոյան նա հանկարծ ասաց. Տոնի, վաղը դու ինձ ձեռքով կանես։ Ես պատրաստվում եմ մի բան անել։ Նա ասաց ժամը 3-ին։ Ժամը 3-ին։ Նշանակում է շուտով։ Բայց նա մեզ ոչ մի բան չի ասել։ Երևի չեր ուզում մայրիկին իմանալ։ Մայրիկը միշտ այնպես է հուզվում, երբ իր չի փչում։ Նրա մոտ բան չասես, հասկացա՞ր Տոնի։ Դե։ Հայրիկն այստեղ նշել է, որ առաջին քայլը պետք է լինի դե հին։ Բայց իմ կարծիքով ինչ-որ այդպես չի։ Գիտես Տոնի, ես երբեմն զարմանում եմ հայրիկն ինչպես է նեղվել գաղութներում։ Դրա համար էլ զբաղվել է շախմատային խնդիրներով։ Իսկ քեզ ինչ, նույնպես նեղվում ես։ Անասելի կերպով։ Դեռևս ոչ մի հարյուրամյակ այնպիսի խառնաշփոթություն չի տեսել, ինչպես հիմա Տոնի։ Տոնի։
Դուք այստեղ եք տղաներ։ Ինչով եք զբաղված այստեղ տղաներ։ Ոչ մի բան։ Տոնի, այստեղ մի քարյակում քեզ մոտ երկու բան կավել է։ Որ ճիշտ Այն քարյակում, որը սկսվում է, բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին։ Ստեղծագործական տվայտանքներ։ Մեր տոնին նորից հանգերի իշխանության տակ։ Ասա խնդրեմ, ով է այդ չքնաղ անծանոթուհին։ որ այստեղ։ Ես գիտեմ որ կամ դուրս չի եկել։ Հանգստացի Տոնի։ Ես կայդեր։ Յակամայն լուրջ եմ հարցում, հանգստացի։ Հիմարություն յա։ Հայդե, ոտանավորդ այդքան է վաղ չէ։ Իսկապես, առանց հանակի, վաղ չի հնչում։ Ատանի, արիյո։ Այդ դեպքում դու ինքդ պիտի գլխի ընկնես, թե ով է այդ անծանոթուհին։ Դու գովերքում ես մահը։ Եթե հասկացել ես, էլի չես ասում։ Ես պարզապես զարմանում եմ, որ դու այդպիսի կրքոտությամբ մահ ես կոչում։ Ախր դու դեռ երեխա ես Տոնի, երեխա։ Տոնին համաշխարհային վիշտը։ Օ, չքնաղ անծանոթուհին, ամոքին վիշտը։ Իսկ ես չեմ հասկանում, թե մանվան մեջ ինչ չքնաղ բան կարող է լինել։ Թերևս միայն երբ գիտես ինչի համար ես ներվում։ Այդպես է։ ճիշտ է, ոսկի խոսքեր պետք է շուտ։ Օրինակ, զողին կարած ձեր սև լատրի կտորի համար։ Մահ բարիկատներում և ոչ հայտեր։ Հրախ տարարա։ Հրախ տարարա։ Այդպես տվեք, նորից պիտի գրվեք։ Չենք կրվի, փոքրիկ, չենք կրվի։ Գոնը ես չեմ պատասխանում կրվել։ Այդ էլ պակաս որ ուշադրություն դարձնեիք ինչ ասում այս սառնամյալ չարացած հետադեմ վրացում։ Դե ոչ։ Տոնի, Ոչինչ չստացի։ իսկ ով բանաստեղծությունը Հիսուս չես տա։ Նախ ուզում եմ ուխկել ինչպես բաժ։ Չէ, թող ինչպես որ կա։ Ինչքան մի բան շատ ես վերավորվում, այնքան վաղ ես ստացվում։ Բայց դու ինձ ձեր չես ապի, չէ կորնը։ Միան ասում, նա միայն կստուգի, արդյոք քեզ մոտ ինչ-որ ավելիչ տենդենցներ չկան, օրինակ, հասած ոտանավոր։ Դե ոչ, սա սովորական ոտանավոր։ Դա քո բախտից է, Տոնի, թե չէ կորները քեզ պետական դավաճան հայտարարել։ Դե հենք, իսկ եթե այսպես խաղան, հա? Դե ոչ, այդ դեպքում ես կմերկացնեի իմ բուրցքը, և սպիտակները կհարված էին ուղիղ սրտիս, ստոպ, բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին։ Մի խաղարի կորնելի կարտա։ Նեյր ես չէի նկատում, որ մտածում եմ բարձրաձայն, այդ թե հռետորական տաղանդը մարդուն ուր է հասցում։ Սարսափելի է։ Այդքան վատ է։ Պարզապես վրդովեցուցիչ է։ Պետր, այս մանչուկից լավ բանաստեղծ դուրս կգա։ Ինչ ես կարծում։ Մի լավ տուր չտաս սրան, հա։ Էլ չէ ասած։ Իսկապես քեզ դուր եկա։ Դու պետք է սովորես։ Բայց պահպանը հանգիստ։ Դա մամայի բարաների բան չկա։ Կարելի է սքանչելի բանաստեղծություններ գրել, նաև կյանքի մասին։ Ուրեմն քո կարծիքը վարժանը շարունակել։ Դե ինչպես ասեմ, ախր մեծ ընտանիքում ամեն մեկն իր ձևի։ Այդպիսի չարաբաստիկ ընտանիք։ Դու գիտես, որ այսօր մեր իրջի մտադիր է ռեկորդ սահմանել։ Ով ասաց։ Տոնի, իրջի խնդրել է նրա ձեռքով երջանկություն։ Այ, ես բոլորովին մոռացել էի։ Հիանալի եղանակ, իսկ եթե դրանով անեք մի փոքր հաջողություն, Այդ ինչ ռեկորդ է։ Բարձրության։ Բարձրության։ Երևի զարմանալի զգացում է։ Թռչել այդպես բարձր, ճախրել երկակամարում, որտեղ ուրիշ ոչինչ չկա բացի կապիտանից։ Եվ մեն էլ երկել։ Ամենից առաջ աղբերիկս, այդտեղ ձերքերն անասելի կետով, սաչում է։ գրած կգա Մելիրժի բաղթեուշ կսահմանի այդ ռեկորդը։ Մելիրժի հայրիկին է կաշել։ Ինչո՞վ։ Խիսախությամբ։ Կարգապահությամբ պետը։
գոնե ճանաչել եք հայրիկին։ Իսկ ես ասացեք, մեր Օնդրան նույնպես նման էր հայրիկին։ Նույնպես։ Այդ պատճառով էլ զոհվեց։ Իսկ դու, Իսկ ես ջանում եմ, Տոնի, անում եմ ինչ կարող եմ։ իսկ Պետրը, Դե նա ամեն ջան գործադրում է, որպեսզի որքան կարելի է քիչ նմանվի նրան։ Ես եղբայրս, ես ամեն ջան գործադրում եմ, որպեսզի լուծեմ նրա շախմատային խնդիրը։ Թերևս միայն այդ։ Խեղճ հայրիկ, հեծելազորային սպա, մայոր, իսկ որդին հաճեցեք նկատել, ուզում է ամբողջ աշխարհը շուռ տալ։ Մի հավակնան ախպերիկ, հայրիկը նրանց հետ էր, ովքեր գնում են առաջ։ Եվ այդ տեսակետից ես ամբողջովին նրան եմ հիշում։ Եվ այսպես, սև զինվորը գնում է F4, սպիտակները ստիպված են պաշտպանվել։ Սպիտակները ստիպված են պաշտպանվել, հապա ցույց տուր։ Սևերն անցնում են գրոհի, սպիտակները նահանջում են։ Չէ, այդպես չի կարելի։ Հայրիկը ձիով կգնար դեպքին, Բայց հիմա ուրիշ ժամանակներ է։ Հայրիկը հետևազորային է, իսկ իմ սիրտը հետևակի կողմն է։ Զինվորները միշտ առաջ են։ Զինվորը կարող է ընտել, բայց երբ շարժվել չի կարող։ Զինվորները ամբողջ աշխարհին միացե։ Եթե ձիով գնանք դեպքին, Խնդիրս մի քանի։ սա հայրիկի խնդիրն է։ Երբ այդպես, եթե ձին գտնվում է դեպքում, ապա սպիտակները նրան երեքալից մոտ են գնալ։ Առաջ շշված զինվորներ։ Չէ, այդպես չի կարելի։ Եվ դրա ձիվորը պետք է ամբողջ խարը կփչացնել, ո՞նց է։ Հայրիկը կգնա դեպքին, Սիրելիս հայրիկը զինվոր է։ Նա կասել, կեցցեն սևերը, հանձնատուր չեն լինի, և կնետվեր մարդի սպիտակների դեմ։ Սպիտակ ձիզուր ես փորձում քացի տալ, սեն մարդիկին ոչինչ ետ չի բայի իր ճանապարհից։ ինչպես։ Նոր իշխանություն սիրելիս, սևերի իշխանություն, և նա կգա։ Այդ չի լինի, մեզ մնում է ևս մի քար։ Ինչպիսի։ Ահա այս։ Դա կոչվում է բռնության ուղ։ Լավ, այդ դեպքում մենք այդ դեպք կգործենք։ Բայց թողեք ձեր քաղաքականությունը, դա պարզապես անտանելի է։ Ախր սա միայն խաղ է հանգստացի խմբության արած։ Ես ու Պետրը պարզապես ուզում ենք մի քիչ սրան արտել, այնպես չէ Պետր։ Ոչ, այդ բանալավին էլ խաղ չէ։ Ես գիտեմ, թե ինչի մասին եմ։ Ճիշտ է, Տոնի, սա շատ լուրջ գործ է։ Կռիվին և նոր աշխարհների միջև։ Կորչեն բռնակալներ, կորչեն տավականները, թող կործանվի հին աշխարհը։ Հու, կորներ։ Ես պատրաստ եմ։ Դե Տոնի, հրավի, չեմ ուզում։ Ուշադրություն, 1, 2, 3։ Պետր չի ցավ։ Դու սպանված ես, Պետր։ Այս հարվածը ճիշտ սրտիդ էր ուղղված։ Կողմեր, ես կոնված եմ, սակայն հազարավոր սև զինվորներ կկանգնեն իմ տեղում։ Հուրրա, ընկերներ! Երեխաներ, էլի ինչ խաղ եք զարդել այստեղ։ Ոչինչ, մայրիկ, Հապա մի այստեղ նայեք։ ոչինչ, Տեսեք ինչ են անում։ Հապա, պարզապես, մայրիկ, կողմերն ինձ սպանեց, խոցեց, ուղղակի սիրտս։ ախ, դեռ բավական է։ Այս երկորյակները մի օր իսկապես ամեն պատճառը կշրջանել այստեղ։ Տեսեք ինչ եք արել այստեղ և հատկապես հայրիկի աշխատասենյակում։ Ոչինչ, մայրիկ, մենք հիմա կարգ կդրենք, ապա հրիկի։ Թողեք, թողեք, ես ձեր կարգի մենալը գիտեմ։ Միայն հոգս է։ Միայն հոգս։ Պետր վերջացեք, վերջ տվեք, բաց թողեք, բաց թող Պետր, դե բավական է, գոնե հասակներից հետ ամաչեք, ինչ կմտածի ձեր մասին Տոնին, հա? Տոնի մոտ արի, քեզ եմ կսովորեցնեմ։ Չեմ Տոնին ուզում։ հանգիստ թողեք, Տոնին
տալ դե ինձ։ Հասկանում ես, մայրիկ, դա հայրիկի խնդրին է։ Ես միայն պաշտպանեցի ընտանեկան ավանդույթին։ Ճիշտ չի մայրիկ, խնդիրը դու տալիս երկունություն։ Ուրեմն ինչու չխաղալ այնպես, ինչպես հայրիկն է խաղացել։ Իսկ ինչու ոչ եթե այդ է։ Մեր օրերում հայրիկը կխաղան այնպես, ինչպես է խաղում։ Կամաց, հապաշում, երկուսն էլ դուրս այստեղից, դուրս վարեք, գնացեք այստեղից։ Ձենակ պարտես կրատի։ Լավ ես, հաշում քայլի վրա շշ։ Ես երկու ճակներ։ Տոնի, դու չես գալիս։ Ոչ, Տոնին հանգիստ թողեք, Տոնի վերադատությունը չի սիրում, ճիշտ չէ Տոնի։ Ես գիտեմ, Տոնին վախենում է։ Բոլորովին էլ չի վախենում, այդ դուք չեք հասկանում նրան, նա պարզապես նման չի ձեզ, ահա և բոլորը, դե, գնացեք թոքից պարացեք։ Իդե, դուք չգիտեք ուր է Երջին։ Հա, Երջին։ Նա ուր Տոնի, դու չգիտես, Տոնի։ Կարծեմ նա ինչ-որ տեսարություն ուներ այսօր։ Ում է։ Միգուցե ինչ-որ չքնաղ, անծանոթուհու Տոնի։ Գնացիք Տոնի, գնացիք։ Էй, չփորձեք Տոնին գրակել սովորեցնել, լսում եք։ Լավ, մայրիկ, ո՞ր չքնաղ անծանոթուհի։ Աղոթքերի միշտը։ Ոչ սենյակը տակնի վրա, բայց ոչ, ես թույլ չեմ տա, մեր տոնին չպետք է զենք վերցնի, ես դա թույլ չեմ տա, ոչ մի դեպքում, մեր տոնին նա ուրիշ բնավորություն ունի, ուրիշ, դե, ինչու ես այդպես վարվում Ռիխարդ, դու հո գիտես, որ ես այդ չեմ սիրում, նույնիսկ տոնին, որ ծնվել է քո մահվանից հետո, երբեք ես չի տեսել, բայց էլի շարունակ հարմար րոպե է փնտրում, որպես իսկույն մտնի այստեղ։ Դե, ինչու ես այդպես վարվում։ Ախր ես եմ ուզում, որ իմ երեխաները ինձ պատկանեն։ Չեմ ուզում, որ նրանք շարունակ ձգվեն քո ետևից։ Ես նրանց ընդհանրապես չեմ ձգվում այստեղ թանկագինս։ Այդ նրանք իրենք են գալիս։ Դե հասկացիք, նրանք մանկությունից ավելի լավ խաղալիքներ, քան այս ամենետ բաներ չեն տեսել։ Այնպես որ դա հասկանալի է։ Այո, գիտեմ սիրելիս, դու միշտ էլ այդպես ես ասում։ Բայց կարծեմ նրանք վաղուց դուրս են եկել խաղալիքի տարիքից, բայց էլի շարունակ ծծված են այստեղ։ Դե դու վաղուց կարող է դեն հետևես ամբողջ շնոտի։ Ում է Ես պետք ասում, սա։ Ռիխարդ, ախր սրանք դու ես, ախր սա իմ հիշողությունն է քո մասին։ Հայդե, քանի տարի է անցել։ 17։ 17։ Այդ տեսնում ես։ Երբ մարդ մի գեղեցիկ օր հրաժեշտ է տվել կյանքին և այդ օրվանից անցել է 17 տարի, ապա նրանից շատ քիչ բան է, շատ քիչ։ Միևնույն է, դու միշտ նրանց ձգում ես այստեղ։ Ես նկատում եմ, թե դու ինչպես ես նրանց հմայում։ Ռազմիկ հայր, հերոս հայր։ Ինչ հերոսություն։ Ընդամենը մի փոքրիկ ընդհարում բնիկների հետ, այլև անհաջող։ Անհաջող, դե իհարկե, բայց այն ժամանակ քո գեներալը գրեցեց։ Տիկին, դուք սգում եք հերոսի վրա, ձեր ամուսինը կամովին հանձն առավ մասնակցել։ Դե այդպես միայն ասվում է օգրակս, հասկացիչ։ Նա միայն ցանկացել է ինչ-որ կերպ գեղեցկացնել այն հաղորդումը, որ ինձ հետ դժբախտություն է պատահել։ Մեկնումեկին հարկավոր էր ուղարկել, չէ՞։ Եվ եթե ես համաձայնություն չհայտեի, կգնար մեկ ուրիշը։ Այո, վերջ։ Մյուսը երևի 5 երեխաների հայր չլիներ, Ռիխարդ։ Բայց հոգյակս, եթե մարդ 5 երեխա ունի, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է բաց զինվոր լինի։ Ախ, Ռիխարդ, ես քեզ սպասում եմ, թանկագինս, ծնվեց քո 5 երեխան, ախ, սիրելիս, գիտես թե որքան եմ լավ սիրում ես նրան։
ու հերոս տղա կդառնա։ Ոչ, չեմ ուզում, այսքան դերից հերիք է, ձեր հերոսության համար ես թանկ եմ վճարել։ Թանկագինս, հա, ես գիտեմ, հասկանում եմ։ Գիտես, հասկանում ես, ինձ վրա շատ թանկ է նստել այն, որ դուք անվանում եք հերոսություն, նախ դու, ապա Օնդրան, Օնդրան զոհվեց սքանչելի մահով, սքանչելի ու ազնիվ։ բայց մեր Օնդրային ոչ ոք չստիպեց, նա բժիշկ էր, զբաղվում էր գիտական հետազոտություններով, կարող էր աշխատել որևէ կլինիկայում և այդ ժամանակ հավանորեն չէր վարակվի։ Բայց ախր հասկացի հոգյակս, այդ բանը պատահում է բժիշկների հետ։ Մեր գնդում է, ևս մի բժիշկ այդպես մահացավ։ Բայց մեր Օնդրան բոլորովին կարիք չուներ մեկնել կապուտները։ Բայց պետք է դա։ Դու ես տեղավորում, Ռիխարդ։ Ինչ։ Ես, բայց ախր այդ ժամանակ ես վաղուց բաղված էի գերեզմանում, թանկագինս։ Միևնույն է, դու միշտ նրան ձգում էիր քո աշխատասենյակ։ Նա միշտ սովորում էր այստեղ, թաքնվում իր գրքերի մեջ, և հենց այստեղ էլ մի գեղեցիկ օր հայտնեցից։ Մայրիկ, ես գնում եմ հասարակած, ուզում եմ աշխարհ տեսնել, իսկ այն մասին, որ այնտեղ պատրաստվում է կռվել դեղին տենդիդեմ, այդ մասին մոռացավ ասել։ Դուք միշտ էլ ինձանից թաքցնում եք, թե մտքներում եք ինչ ունեք, ասում եք ինձ, մայրիկ, ես միայն գնում եմ այնտեղ ու հետ գա, իսկ հետո մնում եք այնտեղ։ Ախ, մայրիկ, ախր, ես քեզ շատ անգամ էի բացատրել։ Ես չի ուզում, որ դու անհանգստանաս։ Դրա համար էլ ոչինչ չասացի։ Այո, ինձ չանհանգստացնելու մասին դու մտածել ես Օնդրա, իսկ այն մասին, որ այնտեղ կարող ես վարակվել կամ փորձանքի գալ, այդ մասին մոռացար ասել։ Իսկ ես կմտածեի Օնդրա, կմտածեի։ Իսկ նրանց քեզ ինչ օգուտ մեկ է, ես կգնայի։ Տղաս, փոխարինում էիր քոնդ, այնպես ողջամիտ, արդարացիտ և հանկարծ գնում ես հասարակած ու մեռնում այնտեղ դեղին տենդից։ Մայրիկ, դեղին տենդից ամեն տարի 100,000-ավոր մարդիկ են մեռնում։ Եվ խայտարակություն կլիներ դրա դեմ միջոց չգտվել։ Դա պարզապես մայրիկ պարտք է։ Քո պարտքը։ Գիտության պարտքը, մայրիկ։ Գիտես, դա շատ ծանր ու տանջալից հիվանդություն է։ Ախ, եթե տեսներ մարդիկ այնտեղ ինչպես են մեռնում, ինքդ կասեի, Օնդրա, այդպես թողնել չի կարելի։ Ոչ, Օնդրա, ոչ, դու ինձ չես համոզի։ Հոգյակս ախր նման դեպքերում պետք է գործի անցնեն միայն ամենալավերը։ Ամենալավերը պետք է մեռնեն։ Ամենալավերը պետք է միշտ էլ առաջ գնան։ Գեցես Օնդրա, դու ճիշտ վարվեցիր։ Դու ճիշտ վարվեցիր։ Իսկ եթե իմանայի ինչ պատահեց ինձ հետ, երբ անիծյալ վերակին ստացա։ Տիկին, ձեր որդին ընկավ գիտության ճակատում իբրև հերոս։ Այդ տեսնում ես, իբրև հերոս։ Դրա համար արժեր մեռնել, այնպես չէ Օնդրա։ Դա ամենից քիչներից հետաքրքրում, հայրիկ։ Ես ձգտում եմ միայն մի բանի։ Մարզել դեղին տենդի բնույթը։ Իսկ նրանով ոչ մի հերոսություն չկա։ Եթե մարդ զբաղվում է գիտությամբ, պետք է ուսումնասիրի երևույթների պատճառները։ Իսկ դու հաջողության հասար։ Ես ոչ, մայրիկ։ Բայց ուրիշները, այո։ Այ տեսնում ես, Օնդրա, տեսնում ես, միթե անտեղի չէր քո զոհաբերությունը, տղաս։ Դու հարսնացում էիր, ուզում էիր ամուսնանալ։ Այո, մայրիկ, այո, ուզում էի։ Ոչինչ, տղաները գրավում են նշանում, խորները և պետքը։ Ճիշտ է, ով կրակելը չգիտի, ոչ մի բանի պիտանի չէ։ Մեր տոնին չի կրակելու, նա իշ բնավորություն ունի։ Բայց ախր թանկագինս, դու պետք է այնպես անես, որ նա որևէ լուրջ գործով զբաղվի։ Դու նրա նկատմամբ ոչ մի իրավունք չունես, Ռիխարդ։
Տոնին ծնվել է քո մահվանից հետո։ Մայր, Տոնին իմն է, միայն իմը, մայր, դու հոչ ես ուզում տոնին աղջիկ դարձնել։ Ըստ երևույթին, մայրիկը մեզ համարում է վատ հասարակություն։ Այո, դուք մեռած եք, մեռած։ Այսօր է այստեղ խաղացել քանկագինս։ Տղաները, դա կարծել փոխը։ Այո, լավ խնդիր է։ Տղաները դրա պատճառով կրվեցին։ Այդ երկուսը շարունակ կռիվ են անում։ Հետաքրքիր է։ Բարի երեկո հայրիկ։ Իրջի, Ողջույն Երջի։ Ողջույն Անդրա։ Ողջույն Երջի։ Բարև հայրիկ։ Իրջի, դու այսօր թրել ես։ Թռել եմ հայրիկ։ Այսօր հիանալի էի թռչում։ Իսկ այդ կոստյումը քեզ շատ ես ասում, տղաս։ Սպասիր, Իրջի, դու տեսնում ես հայդիկին և որդրային։ Տեսնում եմ հայրիկ։ Իսկ ինչու չպիտի տեսնես։ Բայց նրանք մեռած են Իրջի։ Դու ինչպես կարող ես տեսնել նրանց։ Ինչպես կարող ես խոսել նրանց հետ Իրջի։ Հասկանում ես հայրիկ։ Դե այնպես ստացվեց պարզապես ինքնաթիռը դավաճանեց ինձ։ Ուրիշ ոչինչ։ Իրջի, քեզ որևէ բան պատահեց։ Չէ, ոչինչ հայրիկ։ Ես նույնիսկ ցավ չզգացի։ Պարզապես ինքնաթիռի թև այրվեց, դե իսկ հետո ես ջախջախվեցի մայրիկ։ Դու մեռած ես Իրջի։ Այո մայրիկ, դա այդպես է կոչվում։ Տեր Աստված։ Մայրիկ, Իրջի, մայրիկ, Իրջի, հանգստացի մայրիկ։ Հանդարվիր հոգյակս, դու տեսնում ես, որ նա զոհվել է հերոսի նման, դա եղել է գեղեցիկ մահ։ գեղեցիկ մահ։ Ահա և հասար դրան, Ռիխարդ, հասար։ Հանկագիս, ձեր միտու, ձեր։ Թող արտասվի հանգստանա։ Երջի, դու ինչ էի ուզում փորձես տղաս։ Ուզում էի բարձրության ռեկորդ սահմանել հայրիկ, բերով 1.5 տոննա։ Իսկ այդպիսի ռեկորդը նշանակություն ունի։ Իհարկե հայրիկ, օրինակ պատերազմի դեպքում թռչել առավելագույն բարձրության վրա ռումբի ամենամեծ բեռով։ Ճիշտ է, դա կատակ բան չէ։ Կամ պարզապես օդային տրանսպորտի համար։ Ախր այնտեղ այդպիսի բարձրության վրա արդեն ոչ քամի կա, ոչ ամպեր։ Դա կարող է հսկայական նշանակություն ունենալ հայրիկ։ Բայց դու ինչ բարձրության հասա տղաս։ 12,000 մետրից մի փոքր ավել։ 12,000 մետրից ավել։ Այո հայրիկ։ Եվ այդտեղ հանկարծ շարժիչը սկսեց ծռություններ անել։ Իրջի, դա ռեկորդ է։ Իհարկե հայրիկ, տվյալ կարգի ինքնաթիռների համար համաշխարհային ռեկորդ է։ Ապրես տղաս, ապրես։ Միայն երբ ես շրմփացի, ստացվեց սարսափելի շիրաշփոթ։ Ինչու։ Դե երևի բարձրաչափ ուժացրեց։ Ինչի։ Այժմ չի կարելի հաստատել, որ ես հասել եմ նման բարձրության։ Հա, բայց դու հասել ես, չէ՞ Իրջի։ Ախր ոչ ոք չի իմանա հայրիկ։ Այդ բանը արդեն արվել է, չէ՞ տղաս։ Ահա թե որն է ամենակարևորը։ Կեցցես, շնորհավորում եմ։ Հանգստացի մայրիկ, հանգստացի։ Հոգյակս, հանդարտվիր։ Տես որ չարչարանք դարձեր։ Հանդարտվիր, դու դեռ հաղման հետ կապված այնքան բոքսեր ես։ Մայրիկ, միայն երկուս բերեն, չնայես նրանց, լավ, այն ինչ որ կբերեն, արդեն ես չեմ, ես նա եմ, ինչ եղել եմ քեզ համար, և այդպես է կմնա, ինձ միշտ։ Իրջի, իմ Իրջի, Մայրիկ, Տեր Աստված։ Իրջի,
Ուշադրություն, ուշադրություն։ Եղբայր, քո ձայնը բացվում մեր կորնելի ձայնը։ Բոլոր բնակիչներին կոչ ենք անում պահպանել կարգ ու կանոն։ Նախազգուշացնում ենք, փողոցներում ժողովրդի ոչ մի համախմբում ու կուտակում չի թույլատրվի։ Չհնազանդվելու դեպքում ոստիկանական ջոկատներն ու զինվորական մասերը ամենավճռական միջոցների օգնությամբ Անջատիր տոնի դազդում է ջղերիս վրա։ Ափսոս, դու արտասահման դեր, հնչումներ ասես ձյան խաթիվներ լինեի, իս թվում է։ Կեզ միշտ ինչ-որ բան թվում է։ Ինչի հիմար բան է, որ ես պետք է նստած մնան բան։ Միգուցե բանվորները դուրս կան ֆաբրիկաներից, հա? Գուցե շիրաշփոթ սկսվի։ Ոսմը նստած մնաց տեղուված։ Կորնել։ Ինչ։ Ինչ է պատել։ Չգիտեմ, ձերբակալել է։ Կարիք չկար, որ նա քիթը խոթեր այդ գործերի մեջ։ Բայց ախր դու էլ ես խոթում կորնել։ Այո, բայց մյուս կողմից տարբերություն կա։ Ինչու։ Որովհետև մենք կարգ ու կանոնի կողմնակից ենք եւ ազգի բարեկեցության։ Բայց պետեներ էր կողմ ազգի բարեկեցության, իսկ դուք նրան ձերբակալեցիք։ Որովհետև նա այդ բարեկեցությունն այդ կերպ է ընդունում։ Նրանք արդեն ցույց տվին, թե ինչի են ընդունակ։ Միայն թալանել ու վրեժ ուծել։ Այդ կնշանակի ազգի կործանում։ Մենք չենք կարող այդ բանը ցույց տալ, հասկանում ես։ Ո՞վ է այդ մենքը։ Մեր կուսակցությունը, մենք ազգը։ Եթե իշխանության գլուխ հայտնվեին նրանք իրենց ուտոպիաներով, այդ ժամանակ վերջ։ Այն ինչ ուզում են այդ սրիկաները, իսկական պետական դավաճանությունը։ Կորնել, Պետրի վիճակը ինչպես կլինի։ Չգիտեմ, մերոք ձերբակալել են նրան և առայժմ պահում են։ Իբրև հանցագործ։ Իբրև պատան։ Տոնի, մի վատան, Տոնի, նրան ոչինչ չի պատահել։ Դուք Պետրին կսպանեք։ Ես ոչ, Տոնի, բայց գիտես, պայքարը պայքար է։ Պետրը չպետք է մտներ այդ գործի մեջ։ Ինքդ էլ լավ գիտես, որ ինձ համար ցավալի կլիներ, եթե նրան մի բան պատահեր։ Կորնել, իսկ ձեռքերը կապում են։ Ում ձեռքերը։ Երբ տանում են գնդակահարելու։ Դե իհարկե կապում են։ Ինչու ես ասում։ Գիտես, ես այնպես պարզ եմ պատկերացնում, թե մարդ ինչ պետք է զգա։ Երբ կանգնած է, ահա, այսպես, հրացանավոր զինվորների առաջ։ Կանգնել, նայում է ոչ թե նրանց, այլ գլուխներից վերև։ Սիր, եթե Պետրին մի բան պատահի, մայրիկը չպետք է իմանա։ Կասենք նրան, իբր Պետրը դեռ կամանքի տակ է, լավ Տոնի, հա? Արինք, նստիկ։ Ինչ տարօրինակ լռություն է։ Տնից դուրս չգաս Տոնի։ Իսկ դու Իսկ ես կմնամ տանը, հանուն քեզ ու մայրիկի։ Կորնել, հապա ուր է Պետրը։ Առավոտյան կասացիր, որ դա չիմացություն է, որ երեկոյան հավանաբար նրան բաց կթողնել։ Կորնել, ինձ լսում ես։ Այո, մայրիկ, բայց այդ գործն այնպես արագ չի արվում, ախր
հարյուրավոր մարդիկ են ձերբակալված և մինչև որ այդ բոլոր գործերը կքննեն, դա կարող է երկար ձգձգվել։ Թերևս մի ամբողջ շաբաթ։ Բայց ինչ ասա, մեր պետրը չարագործ է, նա որևէ մեկին սպանել է կամ թալանել։ Դե ոչ, մայրիկ, ոչ ոք այդ չի ասում։ Նրանք իրավունք չունեն ձերբակալելու մեր պետրին։ Տոնի, գնա այստեղից։ Դու այստեղ անելիք չունես։ Գնա փոքրիկս։ Սա մեծերի խոսակցություն է։ Լավ, մայրիկ։ Գնա Տոնի։ Լսիր կողնել։ Ես ջանում եմ ամեն բան հասկանամ, բայց չի հաջողվում։ Ինչպես կարող է նրանք բան դնել իմ որդուն, եթե նա ոչ ոքի վնաս չի պատճառել։ Ներիր մայրիկ, բայց դու ոչ մի կերպ չես ուզում հասկանալ, որ այժմ մեզ մոտ քաղաքացիական դրիվ է։ Հետո ինչ, միթե դա այդքան անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է մայրիկ, այո, որովհետև մարդիկ բաժանվել են երկու բանակի, իսկ իշխել կարող է միայն մեկը։ Դրա համար են այս կերակոցները։ Այո, ուրիշ էլ չկա։ Լավ, բայց ասա խնդրեմ, միթե այդքան կարևոր է թե ով գիշի, միթե ամեն մեկն իր ընտանիքը չունի։ Ընտանիքը դեռևս ամեն ինչ չէ, մայրիկ։ Ամեն ինչ է կորնել, ինձ համար ամեն ինչ է, և չասես թե մեր պետրն ուզում եք մեկի մեկի վրա իշխել։ Ես որ նրան լավ գիտեմ, նա ճանճին անգամ չի նեղացնի։ Դու, այո, իսկ պետրը, ոչ։ Նշանակում է, ես մասնակցում եմ ինչ-որ բանի, կամ նրա կուսակցությունն է իրավացի, կամ մեր, մայրիկ, որքան են շուրումուր ստացվում է, որ մեզանից որևէ մեկը վաճառ փով է ընթացել։ Դե ոչ, տղաս, լսիր, դու էլ ոչ, քո բնավորության մեջ ազնվություն կա, սեփական արժանապատվության զգացում, դու էլ ընդունակ չես վատ կամ անազնիվ բանի։ Վերջապես կար քո կանոն պետք է հաստատվի։ Սպասիր բարեկամս, ուրեմն, որպեսզի վերջապես աշխարհում կարգ ու կանոն հաստատվի, հարկավոր է մեր պետին ձերբակալել։ Հարկավոր է։ Մայրիկ, եթե գործն այդ կերպ ընթանա, պետր ինձ բան կնստես տեղ։ Դա նույնպիսի ապօրինություն կլիներ ինչպես եւ այն, որ նստեցել է մեր պետին։ Թողնել։ Փողոցներում խաղաղ է։ Մայրիկ, տնից դուրս չկաց խնդրում եմ։ Այ կտեսնես, վաղն ամեն ինչ տապ կլինի։ Եվ դու կգաս ինձ հետ պետրի մոտ։ Այո, մայրիկ, այո։ Այդ ինչ շիրակություն է։ Ողջույն շնորհ կրակում եմ։ Կորնել, տղաս, ինչ ես բնվում այդտեղ։ Հայրիկի զենքը, որ նա հետը ծանակ Աֆրիկա, երևի հարկավոր է այն մաքրել։ Բայց ես ամեն օր դրա փոշիները վերցնում եմ։ Դու ախր չես հասկանում, մայրիկ, զենքը ավելի շատ խնամք է պահանջում, և ժամանակ առ ժամանակ հարկավոր է այն մաքրել։ Մի անհանգստանա, հայ կտեսնես, վաղը ամեն ինչ կվերջանա, մայրիկ։ Իսկ, ասա խնդրեմ, մեր պետրը կվերադառնա։ Կվերադառնա, մայրիկ։ Ախ, տղաս, Կորնել, խնդրում եմ, վերադարձիր պետրի հետ, տղաս։ Դա, մայրիկ, դա։ Ախ, Կորնել, Տեր Աստված, Տեր Աստված։ Տեր Աստված, աղաչում եմ քեզ, հաշկեր ու գթայիդ պետրին, ողորմած տիրամայր, աղարսում եմ քեզ, գթայիդ, հաշկեր իմ երեխաներին, Տեր Հիսուս Քրիստոս, աղարսում եմ քեզ, վերադարձրու պետրին, Սուրբ տիրամայր, աղոթիր Աստծուն իմ երեխաների համար, Տեր Հիսուս Քրիստոս, գթայիդ, վերադարձրու եմ պետրին, գթայիդ, Արեմ մայրիկ։ Պետր, քեզ ազատեցին։ Ինչ ազատել։ Պարզապես ես այլևս խոսելիք չունեմ նրանց հետ, մայրիկ։ Դե շուտ ինձ մոտարի տղաս։ Հարկավոր չէ խնդրում եմ մայրիկ, նստիր այնտեղ։ Ինչ է կատարվում, շուտ ինձ մոտարի։ Եվ ասա, ուր է քո վիճակը։ Այնտեղ նրանք երևի ուղարկել։ Չէ որ նրանք կարգ ու կանոնի խիստ սիրահարներ են։ Ովքեր։ Նրանք հասկանում ես սպիտակները։ Սպիտակները։ Ինձ համար անչափծան, բայց ես չէ թե ինչ-որ բան ասեմ քեզ մայրիկ, ախր ես դրա համար եմ եկել։ Ավելի լավ է, եթե ինքս ասեմ։ Ինչ է կատարվում, շուտ ինձ մոտարի տղաս։ Ախր ինչ դժվար ես հասկանում մայրիկ, ախր այդ սպասելի ինչ, և Կորնելն էր գիտեր այդ։ Կորնելը։ Ինչ է կատարվում, Պետր։ Մայրիկ,
գնդակահարեցին։ Ոչ, չի կարող, Պետր, Մայրիկ, ինչ եմ շվարատկանը, օգնեցեք ոնրա, մայրիկ, օգսի, մայրիկ, Ինչ եղավ մայրիկ, Ինչ եղավ քեզ։ Պետր ինչ է եղել։ չգիտեք, հանկարծ ցածրկավ, Ախր պետք է ավելի ուշադիր լինել Պետր։ Պետր, Անդրա, մայրիկն իրևատ ես դու։ Սիրտը այդ իսրտատուներով է աշխատում։ Եթե կարողանայինք մեկ ու մեկի կանչել, Ինչու։ Մենք է բավական։ Հիմա նա որոշ ժամանակ պարկած կմնա ուշավորիս վիճակում։ Ջղայն ցնցում։ Ամենից լավն է հանգիստ թողնել նրան։ Երջի մի բարձր է։ Հայրիկ ասատված գլուխը մի քիչ բարձրացում։ Զգուշ։ Պես։ Դե, հիմա հանգիստ պարկի մայրիկ։ Պետր, այդ ինչպես վախեցրել նա։ Եվ ասա խնդրեմ, ընդհանրապես ինչպես հայտնվեցիր այստեղ։ այո Պետր, դու ինչպես, Այսպես, մեկը, մյուսը, մեկ, երկու, երեք, այս սա ուղիղ սրտին է դիպել։ Պետր, դա քեզ հետ ինչպես պատահեց։ կանգնեցրին պատի տակ, հայրիկ, Եվ ինչպես երևում է, զինվորները կրակեցին։ զինվորները, հայրիկ, Պետր, հուսով եմ դու հայրենիքին չես դավաճանել։ ոչ հայրիկ, ես պայքարել եմ ազնիվ ու մեծ գործի, Զինվորների դեմ, այո, ես այդ ինչ որ չեմ հասկանում տղաս։ մեր կողմներ զինվորներ կան, Ինչպես թե, երկու կողմներ զինվորներ, այո, մենոնց դեմ Պետր, այո, հայրիկ, և դու ուրեմն հետախույս էիր Պետր։ ոչ Մի հայրիկ, ստիչ, ես գրում էի միայն քերթերում, մի ստիչ Պետր, մեզ մոտ միայն հետախույզներին ու դավաճաններին էին գլխատում։ Այրիկ, հիմա ուրիշ ժամանակներ են։ Ըստ երևույթին տղաս, երևի հիմա խաղի ինչ-որ կանոններ գոյություն ունեն։ Անդրա, ինչ կա։ Լավ եմ այրիկ։ Ոչինչ, առայժմ ուշագնաց է։ Կարելի է կարծել քնած է։ լավ է, միայն նա կարող է մեզ լսել, Եվ խոսել մեզ հետ։ Միայն մայրիկը կարող է մեզ տեսնել։ Նա դեռ կապը չի կորցրել մեզ հետ։ ասեն թե սիրելիներիս, տանջալից էր այն րոպեն, երբ ստիպված էի հայտնել, Գիտեմ և պայրս, քեզ աննասելի հիմար վիճակում ես ու, ասես պետք է ինչ-որ ամոթալի բան խոստովանես։ այդ մերոնք են կրակում, Պետր, հուսով եմ դու հայրենիքին չես դավաճանել։ ոչ հայրիկ, Կեցես տղաս, կեցես, մեր պատիվը չես անագել։ Երևի անասելի դա զգացում է, երբ կրակում է քեզ վրա։ էր մի ասում, կանգնած ես ձեռքերդ ետևում կապված, արջևդ 6 զինվորներ, գյուղական հասարակ տղաներ, ես սարսափելի խղճում էի նրանց, չէի ուզենա նրանց տեղը լինել, Մի րոպե Պետր, բայց աչքերդ կապած չէի։ ոչ հայրիկ, ես թույլ չտվի, Կեցես, իսկ ով հրաման տվեց։ ինչ որ վտի ծրծման լետենատ, չեմ էլ հիշում, թե այդ խեղ կատակը երբ բախավեց, կրակ! Զգացի միայն, թե աղքամի ոնց է անցնում մազերիս վրայով, դա մի ակնթարթ է միայն,
ահա որ զգացում եմ, ահա որ… Հարազատս, ես որ այդ լավ գիտեմ։ Գիտես, անհնար է որոշել, թե որքան ժամանակ ես ընկնում։ Թվում է ամբողջ մի հավիտենականություն։ Ասես ինչ-որ բան ողջ քարանում է մեջը։ Եվ դու արդեն անզոր ես տեղից շարժվել։ Անդրա, դու ինչպես վարակվեցիր դեղին տենտով։ Դա էքսպերիմենտ էր հայրիկ։ Էքսպերիմենտ։ Այո, մենք ուզում ենք պարզել, թե արդյոք վարակը փոխանցում է այդ ստոր մոծակի ստեգոմիա և այն հիվանդների միջոցով, որոնք տարել են հիվանդության առաջին փուլը։ Եվ Դա ճշտորեն հայտնի չէր հայրիկ։ Ահա ես էլ թույլ տվի փորձային մոծակներին խայթելից։ Եվ վարակվեցիր դեղին տենտով։ Վարակվեցի, այն էլ ինչպես։ Իսկ այդ տենդից դժվար են մեռնում։ Այո, սիրելիս, այո։ Թավալվում ես ոնց որ գազարոս։ Տաքություն, դեղնախտ, մի խոսքով զզվելի հիվանդություն է եղբայրս։ Ուրեմն միայն հայրիկն է զոհվել գեղեցիկ մահով։ Ես կռվի ժամանակ չեմ զոհվել տղաս։ Ինչպես, իսկ մենք կարծել ենք, թե Այո, որ ես ընկել եմ վերջին գրոհի ժամանակ։ Դա միայն մայրիկի համար էր։ Ոչ էր կարելի նրան ասել, որ ինձ վիրավոր գտան բնիկները։ Հետո Հետո նրանք ինձ տանջեցին ու մի խոսքով չշարունակենք։ Գիտեք տղաներ, այս գրամապոնը ես ամենուրեք վերցնում եմ ինձ հետ, նույնիսկ արշավներին։ Խեղճ մայրիկ, ինչպես էլ պահել փայփայել են հիշատակին, իսկ այս ձայնապնակը իմ ամենասիրած ձայնապնակն է։ Ես գիտեմ տղաներ, որ դուք ձեր կյանքը տվել եք համում ինչ-որ բանը։ Անդրան գիտությանը, Իրջին տեխնիկական առաջադիմությանը, իսկ Պետերը հավասարության ու ազատության հայրիկ։ Հավասարության ու ազատությանը։ Իսկ ես հանուն կայսեր, հանուն դրոշի ու հայրենիքի պատվի, կամ միգուցե հանուն այն բանի, որ մեր հրամանատարը ինչ-որ հիմար հրաման արձակեց։ Չգիտեմ, երեխաներ, ես կյանքը շատ էի սիրում, շատ։ Իսկ հիմա միտք եմ անում, գրողը տանում։ Տղաներից որևէ մեկը կարող էր հռչակվել ավելի կարևոր գործով։ Թե չէ ինչ է, հերոսներ։ Ոչ, տղաները կարող էին ապրել։ Հիմա եմ միասիշը, հայրիկ։ Հայրիկ, փոխատիրը ոչ ոքի արդյունք է տալու։ Ինչպես է։ Որ ծերերը կարող են հաղթել, ոչ սպիտակները, ափսոս։ Ամենասիրածն է, գնդացիներն են Պետր։ Նորից շատ հերոսներ են լինելու։ Այդ մեր հրամաններն, մենոք չենք կրակում։ Կրակում է փողոցներում, ախր այդ սպանդ է։ Րոպեի վաճրակում են բոլորտողներից, եղբայր սականունավոր ճակատամարդ չէ, սակովորած է։ Իսկ ռադիոկայանում ձերքին է։ Պաս չէ, մեր։ Մեր։ Լավ, լրություն։ Ալո, խոսում է սպիտակների շտաբը։ Չի կարող մտահել։ Ալո, սպիտակների զորքերի հրամանատարը վերջին անգամ սև ավազակներին առաջարկում է դադարեցնել մարտերը քաղաքի փողոցներում։ Զենքները տվայր կրեք։ Հակառակ դեպքում հրամանատարը հրաման կտա հրետանային կրակ բացել քաղաքի վրա։
Մարդասպանել։ Գրողս Տոր մարդասպանել։ Սպասեցեք։ Լարություն։ Մայրիկը հուշքի է գալիս։ Կամաց։ Պետր։ Կորնել։ հանցագործություն է, առանց նախազգուշացման մի խոսքի, առանց որևէ առիթի, առանց պատերազմ հայտարարելու, օտարպետության հրանոթներն ու ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել մեր քաղաքները։ Թշնամին սպասեց մինչև որ մեր ժողովուրդն ինքն իրեն կթուլացնի քաղաքացիական դաժան կռիվներում։ Եվ այժմ կարգը վերականգնելու պատրվակով ներխուժել է մեր տարածք, կատարվել է հանցագործություն։ Հանցագործություն։ Իսկ հանցագործություն չէ և մենք Պետրի գնդակահարացին։ Հանցագործություն չէ և մենք կորնելը
մայրս։ Մեր երկրի տղամարդիկ, մենք կոչ ենք անում ձեզ, զենքվեցրեք, մեր երկրի կանայք, գրավեք ձեր ամուսինների ու որդիների տեղերը, որոնց կճամփեք դրոշների ներքո։ Ոչ, ես այլևս ոչ ոքի չունեմ, լսում ես։ Ինչ, Տոնին դեռ երեխա է, լսում ես, երեխա, և չկա այդպիսի օրենք, որ երեխաները գնան պատերազմ, և հետո ինչ ես ուրիշի ամուսիններին ու որդիներին ճամփում դրոշների ներքո, ինչ է, դրանք քո որդիները չեն, դե ուրեմն լսիր, դու որդի ունես, ոչ, այ տեսնում ես, այդ ժամանակ ուրիշ լեզվով կխոսեիր, դե, խոսիր, Մայրիկ, Տոնի, ես այստեղ եմ, մայրիկ, ես ուզում եմ կամավոր գնալ։ ինչ, Ես այստեղ չեմ կարող գնալ։ գշվել ես ինչ է Տոնի, քեզ չեն էլ վերցնի, դեռ 18 չկաս, Բայց երբ այսպիսի ահավոր պատերազմ է գնում, մայրիկ, լսիր Տոնի, լսիր փոքրիկս, ես այստեղ մեղ չունեմ, ոչ մի բան մեղ չունի Տոնի, լսիր, մենք մայրերս երբեք որևէ պատերազմ չենք բանել տղաս, դրանց համար մենք միայն վճարել ենք մեր երեխաներով, բայց ես արդեն այնքան էլ հիպար չեմ, որ տամ իմ վերջին զավակի, չեմ տա քեզ Տոնի, լսում ես, չեմ տա քեզ, ես կփոխեմ։ Տոնի, Մայրիկ, Վերջ մայրիկ, դա նրա համար ողբերգություն է։ Լսում եք, զորքերը գնում են ճակա։ հարավոր ենք, մեկ, երկու, իրջի, հնարավոր է ռադիոյի չոր հաղորդակցություն է տալիս, արատ, միացրու, Այո, հայրիկ, Թշնամին շարունակում է ռմբակոծել նրան պաշտպան քաղաքները։ Քաղաքացիական բնակչության մեջ սպանվածների թիվը հասնում է 8000-ի։ Թշնամու ինքնաթիռների հարձակմանը ենթարկված Վիլյամեդիա քաղաքի ճակատագրի մասին առայժմ ավելի մանրամասն տեղեկություններ չեն ստացված։ իրջի, անջատիր ինչ որ մեկը գալիս է, անջատիր, ես գիտեմ, որ դուք այստեղ եք, դե, ինչ եք ուզում ինձանից, տեսնում եմ, բոլորդ էլ հավաքվել, ինչ է, որոշել եք ընտանեկան խորհուրդ գումարել, Ոչ, մայրիկ, պարզապես ուզում էիք այս ծանր օրերին քեզ հետ լինել։ հոքյակս, դու որտեղ ես պահել իմ շտաբային քարտեզները, ահա, այստեղ, ասա խնդրեմ, ինչիդ են դրանք հարկավոր, պարզապես ուզում եմ որոշ բաներ նայել, շնորհակալություն, ահա, այս գծում թերևս հնարավոր լիներ կազմակերպել պաշտպանությունը, Պետք է մտածել հայրիկ, մեզ վիթխարի ուժեր պետք կա։ դե ես հասկանում եմ տղաս, բայց մենք բոլորս կգնանք, չէ՞։ բոլորն ովքեր են բիխատ, Դե ընդհանրապես բոլորը հոգյակս, և մենք նույնպես։ շատ հարկավոր եք դուք այնտեղ, Եթե այս պատերազմը տանուկ կրնի, ապա դուս մտա, որ մենք բոլորս իզուր ենք մեր կյանքը զոհաբերել։ բայց բիխատ, երեխաներ, դուք իսկապես ուզում եք գնալ, պարտավոր եք, հայրիկ, դա մեր պարտականությունն է։ Ախր դու գիտես, որ զինակոչում են բոլորին։ Հայրիկը կգնայի նախնի գնդի հետ։ Ես կուզենայի սամավորների հետ գնալ։ Իսկ ես հավանաբար օդաչուների հետ կգնեմ։ Հայ լավ կլիներ, եթե տոնին ընկներին գունդը։ բիխատ, ուրեմն ահա թե ինչու եք հայտնվել այստեղ, բայց ես տոնին չեմ տա ձեզ
պատվի հարցը, հասկանում ես։ Բայց Էժի, ախր ինչպես կարող եմ նման մանկանը որևէ տեղ թողնել։ Դու մեզ թողես և չէ մայրիկ։ Ինչ, ես ձեզ չեմ թողել, բայց դուք ինձ թողեցիք։ Ինչու չես թողնում նրան, Դոլորես։ Որովհետև չեմ ուզում մենակ մնալ։ Գուցե դա իմ կողմից եսամոլություն է, բայց ախր բացի տոնից ես այլևս ոչ ոք չունեմ։ Խնդրում եմ երեխաներ, թողեք նրան ինձ, աղաչում եմ։ Ինքները տարեք դա ինձ համար և ասացեք, որ չպետք է տամ նրան։ Ախր այլապես էլ ում համար պիտի ապրեմ։ Խնդրում եմ, դե, խոսեք, ինչու եք լռում։ Լսում եք, Ինչ։ լռություն։ Կարծես մեկն ուզում է ինչ-որ բան ասել։ Գիտեմ։ Լսեցեք, հանուն անցյալ ու գալիք սերունդների մենք կոչ ենք անում ամբողջ ժողովրդին զենք վերցնելու։ Ոչ, ես տոնին չեմ տածեց, հեռացեք, տոնին իմն է, հեռացեք ինձանից, Լսեցեք, հենց այս րոպեին ռադիոհեռագիր ենք ստանում մեր Գորգոննավից։ Մի րոպե, ինչ-որ անընթեռնելի է։ Մեր Գորգոննավը, օ, տերի։ Ներեցեք, այդ նավի վրա էին որդին։ Լսեցեք, մեր Գորգոն վարշական նավը, որի անձնակազմը բաղկացած է 400 ծովային կադետներից, փորձեց ճեղքել թշնամու բլոկադան, որպեսզի վերադառնա իր նավահանգիստը։ Ժամը 5-7 րոպեին թշնամուն հաջողվեց ծովային ականով հարվածել նրան։ Գորգոնը սուզվում է հատակը որդից։ Տղաս։ Ուրեմն դու էլ որդի ունես։ Փոքրիկ տղա։ Լսեցեք, բոլոր տղամարդկանց զենքի եք կոչում, պայքարի եք կոչում ամբողջ ժողովրդին, հայրենիքը կանչում էր իր զավակներին, իզեն։ Դու դեռ բղավում ես։ Քեզ այդ դեռ քիչ է, չնայած մայր ես։ Նորերին ես կանչում այնտեղ։ Մայրիկ, Տոնի, դու այստեղ ես։ Տոնի։ Ում է տեն խոսում, մայրիկ, Ոչ ոքի տղաս, բայց ես ձայներ եմ լսում։ այդ սա էր, սա էր, Իսկ այս կարծեսները ինչի դեն։ սա էր։ Ալո, գլխավոր հրամանատարության կայանը հաղորդում է։ Առավոտյան օդային հարձակման ժամանակ ռումբերը հիմնովին կործանել են Վիլյամեդիա քաղաքը։ Քաղաքացիական բնակչության մեջ զոհերի թիվն անցնում է 800-ից, մեծ մասամբ կանայք ու երեխաներ։
Վաղեմի թանկագին հուշարձաններով լի փառապանց հին քաղաքը վերածվել է մոխրակույտի։ Լսում ես մայրիկ։ Մի ռումբ անկավ հիվանդանոցի վրա, սպանված են 60 հիվանդներ, քաղաքը բոցերի մեջ է։ Խնդրում եմ քեզ մայրիկ։ Տոնի, ոչ, փոքրիկս։ Լսեցեք, մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Այսօր առավոտյան Բողգա գյուղը ենթարկվեց օդային հարձակման։ Թշնամու հոգաչուներով ռումբեր նետեցին գյուղական դպրոցի վրա։ Դպրոցից դուրս փախչող երեխաներին, որոնք փորձում էին փրկվել, նրանք առան գնդացրային կրակի տակ։ 80 երեխա վիրավորված, 19 սպանված, 39 շենքի վրա ընկած ռումբերից պատար են եկել։ Որտեղ է շապել։ Ինչ ես ուզում,